Ողջույն, այսօր Civilnet-ի տաղավարում հյուրընկալել եմ իրանցի փորձագետ, Իրան-Եվրասիա հետազոտական կենտրոնի ԻՌԱՍ-ի փոխնախագահ տիկին Արմինա Արմին։ Սալամ խանոմ Արմ։ Ողջունում եմ ձեզ տիկին Արմ, բարի գալուստ մեր տաղավար եւ շնորհակալ եմ, որ մեր ժամանակ հատկացրիք։ منم سلام عرض می‌کنم خدمت شما و Ես էլ եմ ձեզ ողջունում ձեր դիտողներին։ Շնորհակալություն հրավերի համար եւ շատ ուրախ եմ Հայաստանում, Երևանում լինելու համար եւ ձեզ հետ հարցազրույցի հնարավորության։ Մանամ խոշալամ։ Շնորհակալ եմ, ես էլ եմ ուրախ։ Մենք այսօր Հարավային Կովկասի ամենակարևոր թեմաներից կխոսենք։ Սկսենք տարածաշրջանի հաղորդակցային ուղիներից։ Եվ այսպես նկատելի է, որ վերջերս իրանցի պաշտոնյաները այլևս այդքան չեն անդրադառնում Թրամփի ճանապարհի TTIP-ի խնդրին։ Հարցն այն է, թե Իրանի հիմնական ուշադրությունը այլ ուղղությամբ է, թե այս կարևոր խնդրում Իրանի մտահոգությունները փարատվել են։ خب ببینید در رابطه با سوال شما به دو نکته من Ես ձեր հարցին երկու կետով կանդրադառնամ։ Հարցին, թե արդյոք մտահոգությունները փարատվել են, ոչ, մտահոգությունները դեռևս գոյություն ունեն։ Եվ ինչպես որ Իրանի պաշտոնյաները քանիցս նշել են, Իրանը ողջունում է Հարավային Կովկասում եւ հարևան երկրներում ցանկացած խաղաղության համաձայնություն եւ ողջունում հաղորդակցային ուղիների բացումը։ Տարանցիկ ճանապարհների բացումն ու տնտեսական շահերն Իրանի համար էլ օգտակար կլինեն։ Սակայն ինչու այժմ մեծ ուշադրություն չկա այս խնդրի շուրջ։ Դա ունի երկու պատճառ։ Առաջինը Իրանում տեսակետ կա, որ այդ տարանցիկ ուղու գործարկումն իրականում ժամանակատար է, ուստի պետք է համբերենք եւ տեսնենք, թե ինչ ուղղությամբ է գործընթացը գնալու։ Միայն նշենք, որ ըստ Հայաստանի պաշտոնյաների ու նաեւ ըստ Ադրբեջանի հետ ստորագրվածի, այդ ճանապարհը բացառապես տնտեսական բնույթի է լինելու։ Անշուշտ Իրանը զգուշավորությամբ ու ուշադրությամբ է հետևում այդ ամենին, հաշվի առնելով նախադեպերը, թե ինչ է կատարվում Միացյալ Նահանգների ներգրավվածությամբ հարևան տարածաշրջաններում։ Դրանով հանդերձ Իրանը նախընտրում է համբերել, սպասելով, թե ճանապարհի բացումը ինչ պայմաններով տեղի կունենա։ Իրանի անվտանգային առաջնահերթությունն Իսրայելի դեմ պայքարն է, արևմտյան սահմաններն ու մերձավոր արևելքը, ինչը ստիպում է ավելի քիչ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին։ Սակայն դա չի նշանակում, որ Իրանը չի հետևում Հարավային Կովկասի զարգացումներին եւ դրա հետ կապված քայլեր չի ձեռնարկի։ Ավելին, հաշվի առնելով հարցի շուրջ Իրանի մտահոգությունն ու Ռուսաստանի դերի նվազման արդյունքում առաջացած ուժերի վաակումը, իրանական կողմն ընթացիկ զարգացումներին ավելի շատ կհետևի եւ կփորձի ավելի ակտիվ դիրքորոշում որդեգրել։ Շոմա եշարե քարտիտ կենա համեն Իրանի հայ Իրանի Դուք հիշատակեցիք, որ Իրանի ոչ բոլոր մտահոգություններն են փարատվել։ Թրամփի ճանապարհի հարցում ինչպես եք գնահատում Հայաստանի եւ Իրանի պաշտոնյաների միջև խորհրդակցությունների արդյունավետությունը։ Դեմասիրե Թրամփ չեգունե արզիաբի մեքոնիտ։ ببینید رایزنی که در واقع بین ارمنستان و ایران Հայաստանի ու Իրանի միջև խորհրդակցություն եղել է ու շարունակվում է, եւ Հայաստանը Իրանի այն հարևաններից է, որի հետ շատ լավ, բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերություններ կան, այդ թվում պաշտոնյաների միջև։ Իսկ գալով ճանապարհի խնդրին, Բանն այն է, որ Իրանը հոռետեսորեն ու զգուշավորությամբ է մոտենում տարածաշրջանում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի մտադրություններին, սակայն մտահոգություն կա, որ Միացյալ Նահանգները տարանցիկ ճանապարհների բացման պարագայում իր տնտեսական ներկայությամբ հնարավոր է ավելի մեծ ճնշում գործադրի Իրանի վրա իր հյուսիսարևմտյան սահմաններից։ مرزهای شمال غربی این کشور بشه ինչ ձևով։ Մինչև հիմա ԱՄՆ-ն ցույց է տվել, որ Իրանի հարևանների հետ հարաբերություններում լինի Պարսից ծոցի դեպքը Իրանի հարավային հարևաններին, թե արևմտյան սահմաններին փորձում է Իրանի դեմ պայքարել, եւ Կովկասն էլ այդ իմաստով հաշվի առնելով Ռուսաստանի ավելի նվազ ներգրավվածությունը կարող է նոր ճակատի վերածվել Իրանի դեմ ճնշում գործադրելու տեսանկյունից։ Խոսքն ամերիկյան ներկայության պայմաններում Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետախուզական, անվտանգային ու ռազմական բաղադրիչների մասին է հարավային Կովկասի երկրներում։ کشورهای قفقاز جنوبی Խանոմ Ար, բենազեր Տիկին Արմ, մեր տարածաշրջանում տրանզիտային նոր կապուղիների հնարավորությունները ձեզ ինչ չափով կարող է նպաստել Իրանի դիրքերի ուժեղացմանը եւ նվազեցնել արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը։ به هر حال ارمنستان Վստահաբար կարող է շատ օգնել ու նպաստել։ Մասնավորապես Եվրասիական տնտեսական միության պայմաններում, որի անդամ է Հայաստանը եւ կարևոր գործոն է նաեւ Ռուսաստանը, Իրանն այդ կառույցում սերտ ներգրավվածությամբ կարողացել է պայքարել արևմտյան պատժամիջոցների դեմ, ընդլայնելով իր տնտեսությունը։ Մյուս կողմից, տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման, ինչպես նաեւ հաղորդակցությունների բացման պարագայում, անշուշտ ԵԱՏՄ-ն կարող է նպաստել նաեւ Իրանի տնտեսական ուժեղացմանը։ Կա նաեւ հյուսիս-հարավ միջանցքը, որի հարցում Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշումները շատ որոշիչ են եւ կարող են Հարավային Կովկասն ու նրա վերևի աշխարհագրական մասերը կապել Պարսից ծոցին։ Հյուսիս-հարավ միջանցքով հատուկ հետաքրքրված է նաեւ հնդկական կողմը։ Եվ ամենը ի վերջո կնպաստի նրան, որ տարածաշրջանի կապուղիների բացումն օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական առավելության համար։ سود اقتصادی یا منفعت اقتصادی ببرن
Դուք նշեցիք Հյուսիս-հարավ միջանցքի մասին, այդ ուղղությամբ Իրանը շարունակում է աշխատանքները Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Կարիե Ռուսիա بله همکاری های ایران روسیه که ادامه داره ولی خب مشکلاتی هم وجود داره در Այո, Ռուսաստանն ու Իրանը համագործակցում են, սակայն դժվարություններ էլ կան այդ միջանցքի որոշ մասերում։ Ռաշտ աստարան նկատի ունեք։ Այո, Ռաշտ աստարան, որի շուրջ երկու կողմի պաշտոնյաները խորհրդակցություններ ու բանակցություններ են վարում։ Ես մտածում եմ, որքան շուտ այդ հարցերը կարգավորվեն եւ գործարկվի Հյուսիս-հարավը, այդքան տարածաշրջանի երկրներն ու Իրանը, Հնդկաստանն ու Ռուսաստանը կարող են օգտվել այդ ճանապարհից։ Այդ դժվարությունները ռուսական կողմից կապ ունեն ուկրաինական պատերազմի հետ, թե ոչ։ خب جنگ اوکراین که قطعا بی تاثیر نیست Բնականաբար ուկրաինական պատերազմը չի կարող չազդել։ Ի վերջո Ռուսաստանի ամբողջ ուշադրությունն այդ ուղղությամբ է։ Իրանական կողմից էլ դժվարություններ կան եւ նա աշխատում է դրանք լուծել, սակայն Ռուսաստանն էլ միջանցքի գործարկման հարցում ունի պարտավորություններ, որոնք կարծում եմ պետք է կատարի եւ որքան դրանք շուտ իրականանան, այդքան շուտ ականատես կլինենք Հյուսիս-հարավ միջանցքի բացմանը։ در حال حاضر کشورهای مختلف از ایران Շատ լավ։ Տիկին Արմ, ներկայում մի շարք երկրներ Իրանից Չինաստան, Հարավային Կովկասը համարում են իրենց այլընտրանքային կարևոր ուղիներից մեկը դեպի Եվրոպա, եւ այդ թեմայի շուրջ տարբեր ճանապարհներ են քննարկվում։ Ձեր կարծիքով մոտ ապագայում Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունը կարող է ավելանալ եւ ներկայում Իրանը ինչ դեր է ձգտում ստանձնել։ چه نقشی ایفا بکنه من موافق هستم که قفقاز جنوبی در آینده Ես համաձայն եմ, որ Հարավային Կովկասը մոտ ապագայում եւ գուցե հիմա աշխարհի կարևոր տարածաշրջաններից մեկը կարող է դառնալ։ Միացյալ Նահանգների դերը որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդի կամ Եվրամիության ներկայությունը վկայում են տարածաշրջանի կարևորության մասին։ Կարծում եմ Ռուսաստանի դուրս գալը Կովկասից ժամանակավոր է եւ այն կարևոր բաղադրիչ ունի իր սեփական անվտանգային միջավայրի համար։ Այս առումով վստահ եմ Ռուսաստանը վերադառնալու է Կովկաս։ Այո, հեռանկարը միգուցե լարվածություն բերի Կովկաս, քանի որ կունենանք Ռուսաստանի վերադարձ Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության ներգրավվածություն եւ տարածաշրջանային դերակատարներ Թուրքիա, Իրան, Ադրբեջան ու Հայաստան։ Հետևաբար Հարավային Կովկասը կարող է նաեւ դառնալ մեծ պետությունների մրցակցության գոտի։ Միացյալ Նահանգներն օրինակ համարում է, որ կարող է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իր ներկայությամբ տնտեսական պայքար մղել Չինաստանի դեմ, շրջանցելով Չինաստանն ու Ռուսաստանը։ Դրան զուգահեռ կարծում եմ Չինաստանն էլ իր ազդեցությունը կավելացնի Կովկասում, չնայած այժմ էլ ունի ներգրավվածություն։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշման մասին ձեր երկրորդ հարցին, Իրանը մշտապես ձգտել է լավ ու բարեկամական հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ, Կովկասի հետ ունենալով վաղուց հաստատված մշակութային ու պատմական կապեր։ Այդ առումով Իրանն ու Ռուսաստանը երկու պետություն են, որոնք ավանդական կապեր ունեն տարածաշրջանում։ Ուստի այն մտայնությունը, թե կարելի է Իրանին ու Ռուսաստանին Կովկասյան տարածաշրջանից ամբողջությամբ դուրս հանել կամ կտրել, շատ պարզունակ է։ Իրանի ընդհանուր քաղաքականությունը նկարագրելիս պետք է ասեմ, Կովկասն ունի նաև անվտանգային ու տնտեսական նշանակություն Իրանի համար, հանձինս ԵԱՏՄ-ի եւ Հյուսիս-հարավ միջազգային միջանցքի։ Իրանն էլ իր քաղաքականությունը փոքր-ինչ վերափոխել է եւ ավելի ակտիվ քաղաքականություն է սկսել վարել Հարավային Կովկասում։ Ինչպես հայտնի է, Սառը պատերազմից հետո հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, Իրանն ավելի քիչ ուշադրություն է դարձրել Կովկասին։ Սակայն հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից, ուկրաինական ճգնաժամից հետո, ինչպես նաև Կովկասում արևմտյան ներկայությունից հետո կարծում եմ Իրանը ավելի ակտիվ դիրքորոշում է որդեգրել, ինչը դրական նշանակություն ունի, քանի որ Իրանը երբեք նպատակ չի ունեցել լարվածություն ու խժդժություն սերմանել, այն միայն նպաստել է խաղաղ գործընթացներին։ Խաղաղ եւ կայուն իրավիճակը անմիջական ազդեցություն կունենան նաև Իրանի շահերի համար։ صلح و ثبات تاثیر مستقیمی روی منافع ایران هم خواهد داشت. به نظر شما پروژه Շատ լավ։ Տիկինար, միջին միջանցքն իրենով իրանցի փորձագետների հետազոտողների շրջանում ինչպես է ընկալվում։ Այն դրական նախագիծ է, թե ընկալվում է Իրանի շահերի դեմ։ علیه منافع ایران Տեսեք, տարբեր կարծիքներ կան այդ միջանցքի վերաբերյալ, սակայն ես կարծում եմ, մինչ այն ժամանակ, երբ Հյուսիս-հարավ միջազգային միջանցքը կարողանա գործել, այդ իմաստով գուցե կարողանա ամրապնդել միջին միջանցքը։ Սակայն եթե միջին միջանցքն այն տրամաբանություն ունենա, որ խոչընդոտի Հյուսիս-հարավը կամ Իրանի ու Ռուսաստանի ազդեցությունը, ապա այն կլինի Իրանի ազգային շահերի դեմ։ Սակայն Հյուսիս-հարավի իրագործումը երկարատև գործընթաց է թվում։ Այո, սակայն եթե դրան խոչընդոտող հանգամանքները մաս առ մաս հաղթահարվեն, ապա Ռուսաստանի ու Իրանի դիրքերն տարածաշրջանում ավելի կամրապնդվեն։ بسیار افزایش بده در منطقه. خب کمی درباره
Տիկին Արմ, մի փոքր խոսենք 3+3 ձևաչափի մասին, որը Իրանի տեսանկյունից շատ կարևոր հարթակ է, մանավանդ Ղարաբաղյան պատերազմից հետո։ Ձեր կարծիքով հաշվի առնելով Թրամփի ուղիղ ծրագրի գոյությունը, 3+3-ը ինչ հեռանկար ունի եւ ինչու եմ դա հարցնում։ Քանի որ 3+3-ի սկզբնական իմաստը Հարավային Կովկասում արևմտյան ազդեցության սահմանափակումն էր կամ սահմանափակումն է։ منطقه ما بود یا هست. بله خب ایران همیشه روی Իրանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանային հակամարտությունները լուծելու օգտին եւ դրա վկայություններից մեկը 3+3-ին նախապատվություն տալն էր։ Կովկասի 3 երկիր՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եւ տարածաշրջանային այլ դերակատարներ՝ Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը։ Իրանի դիրքորոշումը մշտապես եւ հիմա էլ այնպես է, որ դեմ է օտար ուժերի ներկայությանը, այն ուժերի, որոնք տարածաշրջանից շատ հեռու են գտնվում։ Դա կարծում եմ շատ բնական ու տրամաբանական է։ Սակայն հարցի հետ կապված էլ Իրանը կողմ է բոլոր կապուղիների բացմանը եւ աջակցում է խաղաղությանը։ Նախորդ տասնամյակների ընթացքում, երբ ճանապարհները փակ էին, հենց Իրանով էր անցնում տարանցումը։ Իրանը որևէ տեսակ առարկություն չունի ապաշրջափակման հարցում։ Ինչպես վերևում ասացի, Իրանի պատկերացումն այն է, որ Թրամփի ճանապարհը սոսկ տնտեսական բնույթի լինի, այլ ոչ թե վերածվի աշխարհքաղաքական ու անվտանգային գործոնի, այդ թվում ամերիկյան զինված ներկայության տեսքով։ Եվ ամենակարևորը, վնաս չկրի Հայաստան-Իրան վաղեմի սահմանը եւ ճանապարհները լինեն Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Երբ իրանական այդ մտավախությունները փարատվեն, վստահաբար Իրանը կաջակցի այդ ճանապարհի գաղափարը եւ չի առարկի ճանապարհների ապաշրջափակմանը։ این مسیر استقبال خواهد کرد و هیچ مخالفتی با بازگشایی مسیرهای مواصلاتی نخواهد داشت. من منظور داشتیم که Ես նկատի ունեի, որ 3+3-ի տրամաբանության մեջ արդեն իսկ ամերիկյան ներգրավվածություն է նշмарվում։ دیگه از نتیجه های ترامپ رود. بله منم منظورم این بودش که Այո, ես էլ նկատի ունեմ, որ 3+3-ի մասով Իրանը քանիցս տարբեր մակարդակներով հայտարարել է իր դիրքորոշումը, սակայն ներկայում այդ ձևաչափի արդյունավետությունը տարբեր պատճառներով Ղարաբաղյան ու ուկրաինական պատերազմների հետևանքով ընկել է եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև նոր համաձայնություն է կնքվել։ Բոլոր դեպքերում Իրանի առաջնահերթությունը տարածաշրջանային հակասությունների լուծումն է։ خانم آرم در چارچوب 3+3 Տիկին Արմ, 3+3-ի շրջանակում, ինչպես նաև Հարավային Կովկասում, Իրանն ու Ռուսաստանը առաջատար երկրներից են։ Դրանով հանդերձ նկատում ենք, որ Իրանում ռուսական որոշ քայլերից դժգոհում են եւ դրանք Իրանի շահերին հակասող անգամ համարում։ Սիրիական խնդրում, միջուկային ծրագրի հետ կապված եւ այլն։ Այս ձայները ինչի մասին են եւ արդյոք երկրների միջև հակասություններ կան։ نکته اول این هستش که خب Առաջին նկատառումն այն է, որ Իրանում տարբեր դիրքորոշումներ կան հարցի վերաբերյալ, տեսակետներ, որոնց հետ անպայման չի համաձայնվել։ Սակայն պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանը մեծ պետություն է եւ հարևան, եւ ներկա դրությամբ մեր կարևոր դաշնակից է, բայց դա չի նշանակում, որ որևէ հակասություն կամ դժգոհություն չկա մեր մեջ։ Բնական է։ Այո, քանի որ երկրներն իրենց սեփական շահերն ունեն եւ կարող են դրանք տեղ-տեղ չհամընկնել, սակայն չեմ կարծում, թե երկկողմ հարաբերություններում համակարգային կոնֆլիկտ գոյություն ունի եւ հակասություններն էլ պետք է դիտարկել երկկողմ հարաբերությունների բնական բաղադրիչներից մեկը, այն տրամաբանությամբ, որ երկու երկրի հետաքրքրությունները չեն կարող միանգամայն համընկնել։ دو کشور نمیتونه همیشه با هم همراستا باشه. اما شما انتظارات بزرگ Սակայն դուք ավելի մեծ սպասումներ ունեք Ռուսաստանից։ Ինչ در իմաստով։ چند Մի քանի در چه ոլորտներում՝ موردی؟ պաշտպանական, چند տնտեսական։ زمینه ها بله ببینید دفاعی اقتصادی و غیره Իրականում Ռուսաստանի ու Իրանի միջև հարաբերությունների շուրջ շատ շահարկումներ են հնչում եւ ինչպես նշեցի, տարբեր տեսակետներ կան Իրանում հարցի շուրջ։ جریان‌های مختلفی در ایران Ամենակարևոր հանգամանքն այն է, որ Իրան-Արևմուտք հակամարտության պայմաններում, հատկապես վերջին 12-օրյա պատերազմից հետո մամուլում որոշ խոսակցություններ եղան այն մասին, որ Ռուսաստանն ու Չինաստանը պետք է ավելի շատ աջակցեին Իրանին, մանավանդ որ ռազմավարական փաստաթուղթ ունենք իրենց հետ կնքած։ Այդ քննարկումներից շատերը վերաբերում են պաշտպանական ոլորտին, պայմանավորված այն հանգամանքով, որ Իրանը շատ ուժեղ պատժամիջոցների տակ է գտնվում։ Հետևաբար այն կարծիքն էր հնչում, որ Իրանն արևելքի ուժերից, Ռուսաստանից ու Չինաստանից պետք է օգնություն ստանա, ուժեղացնելու իր պաշտպանական կարողությունները։ Սրանք այն թեմաներն էին, որոնք պատերազմի ժամանակ ու դրանից հետո քննարկվեցին։ Ներկայում, որքանով որ տեղյակ են պաշտոնական մակարդակում, երկու երկրների հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա շարունակվում են։ Սակայն ինչպես եւ նշեցի, անհամաձայնություններ էլ կան, ինչպես նաեւ սպասումներ։ Պետք է համբերենք, տեսնենք, թե ինչպիսի արդյունքներ կստացվեն։ هست که باید صبر کنیم ببینیم که به کدوم سمت نتیجه حرکت می‌کنه. خب و در نهایت
Եվ վերջում ՄԱԿ-ի պատժամիջոցների վերագործարկման մեխանիզմն է գործել Իրանի դեմ, ինչը մտահոգիչ է, ինչ է այն նշանակում եւ ինչ ազդեցություն է այն թողել Իրանի վրա։ تاثیر بر تهران داشته بود. Պատժամիջոցների վերականգնման ազդեցության մասին խոսելիս Այն ինչ որտեղ նորույթ է, این مکانیزم ماشه. بله Snapback այո, ինչ որ իմաստով Իրանի միջուկային ծրագրի շրջանակում, սակայն դա չի նշանակում, թե դա նոր երևույթ է, քանի որ դրանից առաջ տասնամյակներով ամերիկյան պատժամիջոցների տակ էինք։ Նույնիսկ կարելի է ասել, որ ամերիկյան պատժամիջոցները ՄԱԿ-ի պատժամիջոցներից տեղ-տեղ ավելի ծանր են եղել։ Նոր պատժամիջոցներն անկասկած իրենց ազդեցությունն են թողնելու տնտեսության վրա, սակայն կարծել, որ ամբողջ հավասարակշռությունը կխախտի, ոչ այդպես չէ։ Դրանով հանդերձ մենք մի նոր երևույթի ականատես եղանք։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատմության մեջ առաջին անգամ էր, որ անվտանգության մշտական անդամ երկու երկիր, Չինաստանն ու Ռուսաստանը հայտարարեն, որ չեն հետևի 2231 բանաձևի վերադարձին եւ պատժամիջոցների սահմանմանը։ Պետք է համբերենք, հետևենք զարգացումներին, տեսնելու թե Չինաստանն ու Ռուսաստանը գործնականում ինչ քայլեր կձեռնարկեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների պայմաններում։ Տիկին Արմ, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ եմ հրավերի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում է Իրան-Եվրասիա հետազոտական կենտրոնի Իրասի փոխնախագահ Տիկին Արմինե Արմիի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։